ես եւ Տիկին Մանավազյանը կողմ ենք եւ հետեւաբար այո կարող ենք անցնել հաջորդ հարցին շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան հաջորդիվ քննարկում ենք այո 26 թվականի պետական բյուջեի առաջին երամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը խնդրեմ պարոն Հովհաննիսյան Շնորհակալություն մի փոքր խոսեմ ընդհանուր իրավիճակի մասին մինչև մեր բյուջեի թվերին անդրադառնալը 26 թվականի առաջի եռամսյակում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում ունենք աճի կայուն տեմպեր Եվրագոտում աճի տեմպի դանդաղում իսկ Ռուսաստանի Դաշնությունում աճի անկում այսինքն աճը Ռուսաստանի Դաշնությունում եղել է 0.3% գնաճի արագացում ունենք եւ դրամավարկային զսպող դիրքի պահպանում ունենք գնաճը մայիսին ԱՄՆ-ում 4.2% է, Եվրոգոտում 3.2%, Չինաստանում 1.2%, Ռուսաստանի Դաշնությունում դանդաղել է հասնելով 5.3%-ի։ Երեք նաև անցած շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ գնաճի հետ կապված կան ռիսկեր հիմնական ապրանքների գները աճել են առաջի երամսյակում նավթի գինը աճել է 6.4%-ով կազմելով $81 մեկ բարելի դիմաց, բայց մայիսին արդեն այն կազմում է $108, այսինքն 67.5%-ով է աճել, պղնձի գինը աճել է 37.2%-ով, կազմելով $12,830, բայց մայիսին արդեն կազմել է $13,540, պարենի միջազգային գինը նվազել է 0.1%-ով, եթե խոսենք արտահանման եւ ներմուծման դինամիկայից, հունվար-մարտ ամիսներին ապրանքների արտահանումը ունեցել է 4.5% աճ, իսկ ինչը շատ ավելի կարևոր է, հայկական ծագման ապրանքների արտահանումը ունեցել է 36.9% աճ։ 26 թվականի հունվար-մարտ ամիսներին ապրանքների ներմուծումը աճել է 4.6%-ով։ Եթե խոսենք զբոսաշրջությունից, ապա զբոսաշրջիկների թիվը հունվար-մարտ ամիսներին աճել է 17.2%-ով, ընդ որում Ռուսաստանի Դաշնությունից աճել է 24.8%-ով, եթե նայենք ոչ թե հունվար-մարտին, այլ հունվար-ապրիլին, ապա Ռուսաստանի զբոսաշրջիկները աճել են 33.5%-ով։ Այլ երկրներից հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջիկները աճել են 5.6%-ով, իսկ հունվար-ապրիլին 16.5%-ով։ Ունենք ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումների աճ, որը աճել է 17.9%, ընդ որում Ռուսաստանից աճել է 21.5%-ով, իսկ հունվար-մարտին այլ երկրներից աճել է 14.4%-ով։ Ունենք նաև Տիկին Մանավազյանի հարցին ի պատասխան, ունենք ֆիզիկական անձանցից զուտ դրամական փոխանցումների աճ, որը հունվար-մարտին ավելացել է 3.2 անգամ, ընդ որում հունվար-մարտ ամիսներին կենտրոնական բանկը ինտերվենցիաներ է իրականացրել $603 միլիոն, որի հետևանքով մեր պահոստները, միջազգային պահոստները հասել են շուրջ $5.5 միլիարդ։ Իսկ մայիսին այդ ցուցանիշը արդեն կազմում է $5.8 միլիարդ։ Տնտեսական ակտիվությունը աճել է 6.8%-ով, դրան հիմնականում նպաստել են արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղը։ Գնաճը կազմել է 4.5%-ով,
կազմել է 4.5%, բնական գնաճը 4.7%, իսկ միջին գնաճը հունվարից մարտ ամիսներին 4.2% եւ կենտրոնական բանկը անփոփոխ է թողել տոկոսադրույքը սահմանելով 6.5%։ Մենք ունենք վարկերի ծավալների 21.2%-ով աճ, իսկ ավանների 19.8%-ով աճ։ Ինչ է սա կարևոր, որովհետև սովորաբար, երբ որ մենք տեսնում ենք ֆինանսական միջնորդության մեծացում կամ իրական հատվածին տրվող վարկերի մեծացում, ապա դա ինչ-որ ժամանակային լագով ազդում է նաև մեր տնտեսության աճի վրա, որովհետև վարկերը ուղղվում են մեր տնտեսության պոտենցիալի մեծացմանը։ Եթե խոսենք եկամուտներից, ապա ճշտված ծրագրից մեր եկամուտները ավել են եղել 5.2%-ով, նախորդ ժամանակաշրջանի համեմատ դա կազմում է շուրջ 12% աճ։ Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը ավել են եղել 13.6%-ով։ Ծախսերը փաստացի կազմել են 603 միլիարդ դրամ, պլանավորված 857 միլիարդ դրամի համեմատությամբ, որը կազմել է 70.4%։ Մենք ունենք կապիտալ ծախսերի ավելի ցածր կատարողական, այստեղ պայմանավորված է պաշտպանության նախարարության որոշ կապիտալ ծախսերի առաջի եռամսյակով հետաձգված, այսպես ասած, կատարման եւ նաեւ ճանապարհաշինության ոլորտում հաշվի առնելով եղանակային պայմանները, մեր աշխատանքները մի փոքր ավելի ուշ կսկսվեն եւ կարծում եմ, որ այն ճեղքը, որը ունենք, արագ կլրացվենք, ու սա քրոնիկ բնույթ է կրում, մենք իհարկե այս տարի մի փոքր թարացում ունենք առաջի եռամսյակում նշվածս պատճառներով։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է կառավարության պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատ, այսինքն դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով, իսկ դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Երեքհարդ 311 կա հիմա, եղել է 300, 11 միլիարդով ավելացել է, գուցե ինչ-որ մի բան սխալ ասեցի։ Այստեղ նաև ունենք տոկոսների նվազում, բայց նաև ժամկետայնության փոքրացում, ինչի հետևանքով փաստացի մեր ժամկետայնությունը 6-9 տարուց նվազել է 6-7 տարվա։ Մենք պետք է հասկանանք այս տարվա ընթացքում, թե ինչպես ենք ճիշտ բալանսավորելու տոկոսադրույքները եւ ժամկետայնությունը եւ ըստ ռեզիդենտության ունենք կառուցվածքը գրեթե նույնն է մնացել, ինչպես արդեն ասացի 25 թվականի վերջում ներքին պարտքը կազմում էր 52.9%, հիմա կազմում է 52.6%։ Ըստ էության հիմնական ցուցանիշները սրանք են, եթե կարիք կա, կարող եմ ավելի մանրամասն խոսել տոկոսադրույքներից, որոնք վերջի շրջանում նաև Հայաստանի ռիսկի ավելավճարի նվազման պայմաններում, նաև միջազգային ֆոնդային բորսաներում մեր տոկոսադրույքները էական նվազում են ցույց տալիս։ Դե քանի որ մեր պարտքի 50%-ից մի փոքր քիչ կազմում են արտարժույթով ուրեմն պարտքը, դոլարի դրամի նկատմամբ կամ այլ արժույթների դրամի նկատմամբ թուլացումը
բերում է մեր ծախսերի նվազման, այսինքն մենք ունենում ենք խնայողություններ այդտեղ, որովհետև մենք դրամը փոխում ենք արտարժույթի եւ այդ արտարժույթով վճարում ենք, արդեն խոսեցի նաեւ, բայց ըստ այստեղ կարեւոր է նշել, որ վերջի 5 տարիների ընթացքում բացի նրանից, որ մեր պարտքը հարաբերակցությունն է նվազել, նաև մեծացել է դրամային պարտքի կշիռը, ինչը էապես մեղմում է այն ռիսկերը, որը մենք կարող ենք ունենալ դրամի արժեզրկման պայմաններում։ Այսինքն սովորաբար մենք ասում ենք, խոսում ենք նրա մասին, որ դրամը արժևորվել է, դրա համար մեր պարտքի ծավալը իջել է հնայի համեմատությամբ, բայց հիմա եթե փոխարժեքը վերադառնա նույն տեղը, մենք չենք վերադառնա նույն պարտքի մակարդակին, որովհետև մենք կառուցվածքը փոխել ենք այս ընթացքում։ Մոտավորապես կներեք, եթե 21 թվականին դրամ դոլարային պարտքը, այսինքն արտարժույթով պարտքը շուրջ 29% էր, հիմա արդեն դա 50%-ից ավել է։ Դրամայինը 29% էր, հիմա իր կշիռը 50-ից ավել է, 53։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, եթե դժվար չի նաև այդ մանրամասնեք, այսինքն տոկոսադրույքի փոփոխությունը, որ տեղի ունեցել, այսինքն մեր երկրի ռիսկի հավելավճարի մասով, որովհետև կարծում եմ դա կարևոր է, որպեսզի քաղաքացիները իմանան, թե ընդհանուր առմամբ երկրի քաղաքականությունը վարած ինչպես է ազդեցություն ունենում, որովհետև ես կարծում եմ դա նաև դրա հետ կապ ունի, այսինքն դրա քաղաքական մասը ակնհայտ կապ ունի, ինչպես ազդեցություն ունենում կոնկրետ այդ ցուցանիշի վրա։ Շատ լավ, մեծ հաճույքով, եթե խոսենք մեր պետական պարտատոմսերի եկամտաբերությունից, ապա եւ շուկայից, ապա առաջի երամսյակի ընթացքում պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է տեղաբաշխման ցուցանիշը 3.1 անգամ, այսինքն մենք մեծ պահանջարկ ունենք եւ դա նույնպես այն գործոններից է, որը ազդում է տոկոսադրույքի վրա։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.6%, որը 1.6%-ային կետով ավելի ցածր է, քան 2025 թվականի ցուցանիշը։ 1.6%-ով նվազում ունենք, ինչ վերաբերվում է եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը եւ ռիսկի հավելավճարներին, ապա 26 թվականին առաջի երամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 1%-ային կետով, սա ինչպես արդեն ասացի պայմանավորված է երկրի ռիսկի հավելավճարի ավելի ցածր մակարդակով, օրինակ 29 թվականին մարվող եվրոպարտատոմսերը եկամտաբերությունը առաջին երամսյակում կազմել են 5.5%, 31 թվականին մարվող եվրոպարտատոմսերին 5.8%, իսկ 35 թվականին մարվող եվրոպարտատոմսերինը 6.2%։ Իհարկե մի փոքր անց, այսինքն մարտից մի փոքր անց նաև ունենք որոշակի աճ տոկոսադրույքների, որը պայմանավորված է մերձավոր արևելքի կոնֆլիկտով, նավթի գների աճով պայմանավորված, ընդհանուր առմամբ դա մենակ Հայաստանին չվերաբերվում, ռիսկի հավելավճարները բոլորի համար աճել են, սակայն ես հույս ունեմ, որ այսօր եւ երեք պլանավորվող համաձայնագրի ստորագրումը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այս հարցը նույնպես կկարգավորի։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ Տիկին Մանավազյան, դուք հարց ունեք։ Ես էլի հարց ունեմ կենտրոնական բանկի հետ կապված, կխնդրեմ վերջին 3